Այսօր անդրադառնալու ենք շատ պահանջված պլաստիկ վիրահատություններից մեկին։ Դա աբդոմինոպլաստիկան է, որովայնի առաջային պատի ձգումը։ Կանանց մոտ քաշի տատանումները, ինչպես նաև ծննդաբերությունը հանդիսանում են պրովոկացիոն գործոններ, որոնք բերում են որովայնի առաջային պատի դեֆորմացիայի կամ հավելյալ ճարպի կուտակման։ Սա հնարավոր է վերացնելուց հետո կինը հղիանա։ Կինը կարող է եւ ծննդաբերել եւ ունենալ որովայնի առաջային պատի էսթետիկ, գեղեցիկ տեսք։ Ցանկացած հարց, նույնիսկ առաջացած այդ կոպիտ սպին հնարավոր է շտկել։ Աբդոմինոպլաստիկան ունի հակացություններ։ Այս վիրահատության գնացող հիվանդների համար չկա կոնկրետ հակացություն։ Արդյոք աբդոմինոպլաստիկան նաև այդ հետծննդյան շրջանի սպիերն է վերացնում։ Երբ որ ձգվում է մաշկը եւ հեռացվում է այդ ավելցուկը, ձգվածությունից իրենք գրեթե դառնում են աննկատ։ Որքան է տևում աբդոմինոպլաստիկայի դեպքում վերականգնման շրջանը։ 2 օր ստացիոնարում անցկացնելուց, ցավազրկելուց հետո մարդը, որը գնում է տուն, այլևս ցավազրկող չի էլ օգտագործում։ Որ տարիքից մինչև որ տարիքը կարելի է աբդոմինոպլաստիկային դիմել։ Կարելի է դիմել ցանկացած տարիքում։ Եթե կա կարիքը, ուրեմն արեք, որովհետև արդյունքը իրոք հրաշք է։ Բարև իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, այսօր անդրադառնալու ենք շատ պահանջված պլաստիկ վիրահատություններից մեկին։ Դա աբդոմինոպլաստիկան է, որովայնի առաջային պատի ձգումը։ Վիրահատությունը շատ սպասված է կանանց կողմից, քանի որ նույնիսկ շատ ինտենսիվ ֆիզիկական մարզումները չեն տային էֆեկտիվությունը, եթե որովայնի իհարկե առաջային պատի մկանները այնքան թուլացած են եւ դեֆորմացված, որ պարզապես հնարավոր չէ դրանք սեփական ուժերով վերականգնել։ Եվ այս դեպքում իհարկե սա հրաշալի լուծում է։ Թեմայի շուրջ զրուցել եմ եկել Իզմիրլյան բժշկական կենտրոնի պլաստիկ եւ վերականգնողական վիրաբույժ Թեմինե Ասատրյանի հետ, բարև բժշկուհի։ Բարև։ Շնորհակալ եմ, որ մեր զրուցակիցն եք եւ այս սպասված վիրահատության մասին շատերին տալու ենք պատշաճ ինֆորմացիա։ Թերևս այո, նշեցիք, որ կանայք են այս խնդրով դիմում, որովհետև կանանց մոտ քաշի տատանումները, ինչպես նաև ծննդաբերությունը հանդիսանում են պրովոկացիոն գործոններ, որոնք բերում են որովայնի առաջային պատի դեֆորմացիայի կամ հավելյալ ճարպի կուտակման։ Այս ամեն ինչը իհարկե հնարավոր է կանխել մինչև առաջանալը հասնելը, այսինքն սպորտով զբաղվածությունը, ճիշտ ծննդակարգը, այս ամեն ինչը նպաստում են նրան, որ իրոք կինը կարող է եւ ծննդաբերել եւ ունենալ որովայնի առաջային պատի էսթետիկ, գեղեցիկ տեսք։ Բայց շատ հաճախ այս կամ այն գործոններից կապված սպորտի մեջ թերանալուց, ծննդակարգից, նստակյաց ապրելակերպից կամ նույնիսկ գենետիկ խնդիրներով պայմանավորված լինում է այս շրջանի որովայնի առաջային պատի արտահայտված դեֆորմացիա եւ իրոք թե հագուստով, թե լողազգեստով ինքը տգեղ է եւ մեղադրել կանանց, թե ինչու են այդքան ուշադիր այդ հատվածին իհարկե հնարավոր չի։ Առավել եւս, եթե այս խնդիրը լուծելի է եւ ոչ շատ բարդ ճանապարհով լուծելի, որ առողջական խիստ խնդիրների վնաս կարող է բերել եւ այլն, զուտ պլաստիկ վերականգնողական վիրահատությունը նշում են վերականգնողական, որովհետև շատ հաճախ ծննդաբերած կանանց մոտ լինում է նաև մկանային շերտի թուլություն։ Եվ առաջային պատի այդ ավելցուկ գոգնոցի հեռացնելու հետ մեկտեղ նաև կարիք է լինում որովայնի առաջային պատի մկանները ամրացնել։ Բժշկուհի, այ հետաքրքիր է, եթե մինչ ծննդաբերելը կա այսպիսի խնդիր, այսինքն որովայնի կախվածություն, տգեղ էսթետիկ տեսք եւ այլն, սա հնարավոր է վերացնելուց հետո կինը հղիանա։ Մենք խոսում ենք անդադ հետծննդյան շրջանից, չէ՞, բայց իհարկե հնարավոր է, բայց ափսոս է արված աշխատանքը, որովհետև ամեն դեպքում հղիությունից հետո առաջանալու է արված գործի ինչ որ չափով դեֆորմացիա։ Դրա համար ցանկալի է ծննդաբերել, նույնը եւ կրծքերի վիրահատությունը, չէ՞ որ միշտ խորհուրդ է տրվում աղջիկներին ծննդաբերեք, նույնիսկ 1 երեխա ունենալուց հետո արդյոք ուզում եք երկրորդ ունենալ, թե չէ, ունեցեք, նոր հետո։ Բայց կան դեպքեր, որ աղջիկը ուզում է հենց այդ պահին եւ չի ուզում սպասել, կամ ասում է, երբ որ կունենամ էլի խնդիր, էլի կանեմ։ Ես ուզում եմ հիմա ապրել իմ կոմֆորտի մեջ։
Այո։ Եվ այդ դեպքում չունենք մենք հակացություն զուտ, ուղղակի խորհուրդ է, որը մենք Բայց այդ կատարված կարերը, վիրահատությունը որովայնի շրջանում հղիության ընթացքում չեն կարող որևէ սովորաբար այնքան քիչ են դեպքերը, որ անելուց հետո հղիանում են։ Իրենք գիտակցում են, որ արված այդ աշխատանքը թե ֆինանսական, թե հետվիրահատական շրջանի այդ ամեն դեպքում դիսկոմֆորտ վիճակը տանելուց հետո, այո, մարդիկ մտածում են, որ ուրեմն չհղիանալ կամ հղիանալուց հետո անել։ Գրեթե շատ մինիմալ են։ Ես նույնիսկ չեմ հանդիպել անելուց հետո հղիացող եւ որ հասկանամ սպիները ինչ վիճակում են եւ այլն, բայց տեսականորեն ինքը շատ խնդիրներ չի առաջացնի, եթե մկանային շերտի ամրացում չի եղել։ Ամրացնելուց հետո միգուցե, որտեղ այնտեղ չներծծվող կարեր են դրվում եւ որովայնի առաջային պատի ձգվածության հետ կարող են խնդիրներ առաջանալ։ Այո։ Իսկ եթե զուտ պարտուկի հարց է կամ ճարպի ուղակի կուտակում, որը լիպոսակցիա է արվում, դե իհարկե լիպոսակցիան բացարձակ հակացություն չի առաջացնում հղիանալու հետ կապված, իսկ այդ ֆարտուկի հեռացնելը, այդ գոգնոցի որովայնի առաջային պատի, ինքը միայն փափուկ հյուսվածքի հետ է աշխատում, մկանների հետ չի։ Վիրահատությունը համընկնում է ցայլքի շրջանի հետ եւ ավարտվում ազդրերի շրջանում։ Իհարկե բժիշկները աշխատում են մաքսիմալ թաքցնել արված կարերը կամ այդ հատվածը, որը հետ վիրահատական է, սակայն շատ հաճախ տեսնում ենք դեպքեր, երբ դա այնքան ակնառու է եւ այնքան մեծ է այդ սպին, որ երևի թե խնդիրը չի լուծվել, այլ առաջացել է մեկ այլ խնդիր կամ լուծելով մեկը առաջացել։ Սովորաբար պլաստիկ վիրաբուժությունը ուղղված է այնպիսի վիրահատական եղանակի օգտագործման, որը լինի մաքսիմալ անտեսանելի, բայց չէ որ սպիացումը դա նաև օրգանիզմի պատասխան ռեակցիան է, չէ, ձևավորված այդ վերքին։ Դրա համար հստակ մեղադրել սպի առաջացման, վատ սպի առաջացման մեջ բժշկին դա խելամիտ չի լինի, բայց ցանկացած հարց, նույնիսկ առաջացած այդ կոպիտ սպին հնարավոր է շտկել, հնարավոր է եւ դարձնել քիչ նկատելի եւ դա չի կարող դառնա ավելի վատ, քան մինչեւ վիրահատություններ։ Ուղղակի պետք է հետեւողական լինել։ Աբդոմինոպլաստիկան ունի հակացություններ կամ կան մարդիկ, ովքեր ցանկություն ունեն դիմելու այս պլաստիկ վիրահատությանը, սակայն նրանք չեն կարող պարզապես, որ դեպքերում Այն հետաքրքիր է, այս վիրահատության համար կոնկրետ հենց այս վիրահատության համար հակացություն չկա։ Վիրահատության հակացությունները ընդհանուր են, այսինքն օրգանիզմի այն առողջական վիճակները, որոնք հանդիսանում են պլանային վիրաբուժության համար բացարձակ կամ հարաբերական հակացություն, սրանք ընդհանուր են։ Կոնկրետ որովայնի առաջային պատի համար չկա, այս վիրահատության գնացող հիվանդների համար չկա կոնկրետ հակացություն։ Այսինքն եթե լինի շաքարային դիաբետ, որը դեկոմպենսացված է, այսինքն բարձր թվերի վրա է ճնշում, որը բարձր է, չի կարգավորվում, այս բոլորի դեպքում մենք չենք գնալու վիրահատության, մինչև չստաբիլացնենք, չկայունացնենք մարդու ընդհանուր առողջական վիճակը։ Կարելի ասել սա առողջ մարդու։ Այո, մենք պետք է ունենանք, դա է ուզում ասել, առողջ կամ հարաբերական առողջ, չէ՞ որ ասում են, որ հիմա առողջ մարդիկ չկան, կան չդիագնոզված մարդիկ։ Այսինքն բոլորս կարող ենք համարվել հարաբերական առողջ մարդիկ, եթե բոլոր ցուցանիշները նորմալ են, չունենք գանգատներ եւ այլն, ուրեմն չունենք առողջական որևէ խնդիր։ Եվ նաեւ նշեմ, որ ոչ միայն կանայք են դիմում այս խնդրով, այլ նաեւ տղամարդիկ, որովհետեւ քաշի կորուստի հետևանքով կամ այս տամոքսի ռիզեկցիաները, որոնք ուղղված են քաշի իջեցմանը, այս բոլոր դեպքերում նիհարելուց հետո առաջանում է այդ գոգնոցը եւ դա ինչքան կարող է խանգարել կնոջը, նույնքան եւ կարող է խանգարել տղամարդուն։ Բժշկուհի, երբ մենք դիտում ենք նկարներ, աբդոմինոպլաստիկա առաջ եւ հետո, այո, այսպիսի համեմատական նկարներ հաճախ ենք տեսնում։ Միշտ տեսնում ենք իդեալական պատկեր, հետո դե առաջը պարզ է իդեալական չի եղել, եթե գնացել է այդ վիրահատության։ Սակայն հաճախ լինում են նաև հետծննդյան շրջանի սպիերով լեցուն, այո, այդ պայթած մաշ
մաշկով նկարներ, որում հետո դա բացակայում է։ Արդյոք աբդոմինոպլաստիկան նաև այդ հետծննդյան շրջանի սպիերն է վերացնում, լուծում այդ խնդիրը։ Տեսեք, քանի որ այդ սպի շրջանը, այդ հետծննդավերական ստրիաների իրենք թուլացած արդեն պատրված ու սպիացած մաշկ է, իրենք թույլ վիճակում են, եւ երբ որ ձգվում է մաշկը եւ հեռացվում է այդ ավելցուկը, ձգվածությունից իրենք գրեթե դառնում են աննկատ։ Զուտ դա է աչքի տեսողության ընկալման հարցը։ Այսինքն Թույլ հեռացնում վիճակից երբ որ ձգվում են, այո, կարծես արթուկի էֆեկտ է տալիս եւ իրենք դառնում են մինիմալ նկատելի։ Խոսենք նաև հետվիրահատական ընթացքից, քանի որ շատ վիրահատություններ ցանկալի են, բայց բոլորի վախը մեկն է, կամ անեսթեզիայի ընթացքը, կամ հետվիրահատական ցավերը, վերականգնման շրջանը, որքան է տևում աբդոմինոպլաստիկայի դեպքում վերականգնման շրջանը։ Դե գիտեք, մեր օրերում այժմ կան այնպիսի ընդհանուր անզգայացման դեղորայք, որոնք բավական որակով են եւ չունեն այն կողմնակի էֆեկտները, որը լինում է սովորաբար այդ ընդհանուր անզգայացումից հետո՝ սրտխառնոց, փսխում, գլխապտույտ եւ այլն։ Այսինքն դրա մասին մտածելու չէ եւ իհարկե պրոֆեսիոնալ անեսթեզիոլոգներ, որոնք դա կատարում են շատ բարձր մակարդակով։ Հետվիրահատական շրջանում ընդհանրապես դիսկոմֆորտի զգացողություն է եւ ցավին մոտ տհաճ զգացողություն է, որը կառավարելի է, որտեղ մեր օրերում կան այնպիսի ցավազրկողներ, որ նույնիսկ մտածել ցավի մասին ու չգնալ վիրահատության խելամիտ չէ։ Այսինքն 2 օր ստացիոնարում անցկացնելուց ցավազրկելուց հետո մարդը, որը գնում է տուն, այլևս ցավազրկող չի էլ օգտագործում։ Ուղղակի պետք է պահի հետվիրահատական շրջանի այն բոլոր ցուցումները, որը տրվում է բժշկի կողմից, որպեսզի մենք չունենանք որևէ բարդություն։ Խոսենք նաև տարիքային շեմից, այ որ տարիքից մինչև որ տարիքը կարելի է աբդոմինոպլաստիկային դիմել։ Կարելի է դիմել ցանկացած տարիքում, եթե չունենք ընդհանուր առողջական հակացություններ, այսինքն եթե դիմի 70 տարեկան մարդը, որը ունի այս խնդիրը եւ չունի հակացություն վիրահատության, մենք սիրով կարող ենք անել։ Շնորհակալ եմ կարևոր ինֆորմացիայի համար, եթե ունեք ավելացնելու ինչ-որ բան կապված աբդոմինոպլաստիկայի հետ, խնդրեմ։ Եթե կա կարիքը, ուրեմն արեք, որովհետև արդյունքը իրոք հրաշք է։ Այո, ես համամիտ եմ ձեզ հետ, հարգելի հեռուստադիտող, իսկ այս հարցում միայն պետք է ընտրել ճիշտ բժիշկ եւ լինել համարձակ, քանի որ լավ տեսքը, լավ ինքնազգացողություն է տալիս, իսկ եթե դուք նկատել եք ձեր որովայնի առաջնային պատում թերություններ, ինչը բավականին շատ է իհարկե հետծննդյան շրջանում, դե տղամարդկանց մոտ էլ, ինչպես նշեց բժշկուհին, շատ գեր լինելու, շատ նիհար դառնալու հետևանքով անպայման պետք է սա կատարել։ Հավատացեք, այն տալիս է ինքնազգացողություն, դա փաստում են շատ հիվանդներ, դա փաստում են շատ մարդիկ, ովքեր արդեն կարողացել են գնալ այս քայլին։ Իսկ թեմայի շուրջ ես զրուցում էի Իզմիրլյան բժշկական կենտրոնի պլաստիկ եւ վերականգնողական վիրաբույժ, ինչպես նաեւ միկրովիրաբույժ Տեհմինե Ասատրյանի հետ։